դիահերձարանի դուռը բացվեց այն պահին, երբ մենք մուտք գործեցինք շենք։ Սա դրան բացուցի ձենից սարև։ Ըստ լեգենդի այս շենքում պահվում են դիակի այն մարդկանց, ովքեր մահացել են, նրանց շորերը։ Ժողովուրդը իրոք մեր կյանքը վտանգելով կոնտենտ ենք նկարահանում, ահա որ սարսափելի պայմաններում տեսեք ինչ անում։ Այստեղ ահա որ խիստ հսկողություն է։ Խորը սարեր։ Բարև ձեզ։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Նկարահանում էինք անում։ Ես հիշեցի։ Հա։ Ո՞վ է թողես տեղ։ Նիկայա ունես մի մոտիկացի էլի դանակով ես հոպար։ Դավես դիլիս։ Տենց մի խոսա հետս հլը։ Նելոք։ Շնոն տենց մի խոսա հետս։ Սիրելի ընկերներ, հենց հիմա մենք գտնվում ենք Սևանի հիվանդանոցում, գծիկ մորգում, ստեղ ահավոր ձևի, արայս ինչ նստավ, ստեղ ահավոր ձևի աուրայա, ըստ լեգենդի այս շենքում պահվում են դիակի այն մարդկանց, ովքեր մահացել են, նրանց շորերը, նաև ըստ լեգենդի այս շենքում ինչ-որ չափով ինչ-որ դիակներ կան, այստեղ ահավոր խիստ հսկողություն է, մենք այսօր գիշերը պետք է գանք, որպեսզի մտնենք այս լքված հիվանդանոց։ Գիտեք, երբ որ մենք եկանք այստեղ ինչ եղավ, պահակը մեզ մի անգամից տեսավ ու ասաց գնացեք ստեղից, նայեք այդ կադրերը։ Առաջանա, բարև ձեզ։ Նկարանում ենք անում։ Ինչի՞ ա։ Ցուն համարը կարակ տակ։ Ապելախ չնախ։ Լավ, հələ մի հատ խնդրում եմ այս հիվանդանոցի աուրանն այ հələ պատուհանները նկարի, սիրելի ընկերներ, իրոք բան եմ ասում, ահա որա, յուրաքանչյուր սենյակի դուռը որ բացում ես, միանգամից ճանջերը մեջից դուրս են գալի։ Ինչպես տեսնում եք, այս հիվանդանոցը իրականում շատ մեծ է, եւ եթե մենք կարողանանք այստեղ գիշերը մտնել, այնպես որ պահակը մեզ չտեսնի, դա կլինի հաղթանակ։ Բայց տեսեք պատուհանների տեսքը, մեր միակ շանսը գիշերը մտնել հենց այստեղից։ Ուզում եմ ձեզ ասեմ, որ ուժեղ անձրև է սկսել ու եկեք ձեզ ցույց տամ հենց բուն մորգի մասը։ Ես իրոք բան եմ ասում, ես չեմ պատկերացնում ոնց ենք մենք այստեղ գիշերով մտնելու։ Մի հատ այնտեղ ցույց տուր։ Մի հատ հələ խնդրում եմ ստեղ նայեք։ Գնում ենք մորգը նայելու, արի։ Այս դռան վրա խաչով, ինչպես տեսնում եք, գրված է Գագիկ դիահերձող։ Սա դիահերձարանն է, որի դիմաց գտնվում է հիվանդանոցը, որում ըստ լեգենդի պահվում են մահացած մարդկանց շորեր եւ նույնիսկ հնարավոր է լինի դիակ։ Դրա համար այստեղը մաքսիմալ թաքցնում են։ Այսօր մենք դա պետք է բացահայտենք։ Ես չգիտեմ ինչքանով այրևում, բայց դիահերձարանի լույսը վառված է, հիմա ժամը գիշերվա 1-ն է, այստեղ դիահերձարանի լույսը ամբողջությամբ վառված է, հենց հիմա ներսում աշխատանքներ են տեղի ունենում, մենք այստեղ պատի հետևը կանգնած ենք, ուզում եմ տվել ինչքան հնարավոր է, իսկ լքված հիվանդանոցը այստեղ է, տեսեք, կամերան այս աչի կողմի վրա է, ոգի սարսափելի վախենալու է, դուք չեք պատկերացնի, Աշոտ, ճոգումս ես դիահերձողը, գիշերվա ժամը 1-ին եկել է դիակ հերձելու, չի վախենում, սարվ։
Շորտ առաջ եմ գնում։ Առաջ գնում հասկանում բացալուրը թե փակը։ Որտեղ լույսերը վառվում են։ Ահա որ սարսափելի է ժողովուրդ։ Ախպեր հիմա մենք մի հատ մենց վատ սիտուացիայի դիմաց ենք, որ նույնիսկ լույս չեմ կարողանում միացնել։ Ես դիահերձարանի պատուհանը լուսավոր է։ Ուրեմն մեքենա կա կանգնած։ Արես անտեր շունն էլ հահաչում է։ Շորտ չգիտեմ ինչ անենք, անկեղծ բան եմ ասում։ Եթե տենում եք այս պատուհանից լույս է վառում, այս վերևից էլ է լույս երևում։ Եթե ինք հիմա դեռ ներսում դիակ է հերձում, դա ահավոր է, ես չգիտեմ ինչ անեմ։ Ապե կարաս բեսան տայնի գնաս այն դեից նայես։ Կամերայով, Չէ, առանց։ բայց հերձելուց լինեն։ Թե որ հերձելուց լինեն, Ինչ անեմ, հոպա, ինչ եմ անելու, ասենք, չգիտեմ էդ ինչա լինելու ապեր։ ստացվում է հոգեկան կխանգարվի։ Ապեր շատ ձև աճը, ինչի բացը։ Ասենք տենց բանից ոչ մի կապա, որ գրված չէ, պետի շատ իսկային է։ Вообще, մի հատ լավ արտահայտություն կա, кто не рискует, тот не пьет шампанское, а я шампанское люблю. Ժորտ աշոտը գնում է նայի։ Արդյոք ընդ է հենց հիմա դիակ հերձում են, թե ոչ։ Մարդ կար։ Այդ չկարծում, շնորհիս չտիպի են հաչում է։ Արի լիգնանք այն կոմի վրա, էլի խնդրում եմ, այն ծերը։ Որս սարև ժողովուրդ ես ինչա կատարում։ Տեսնում եք ինչ վառ է այս պատուհանը։ Այստեղ հաստատ հենց հիմա ինչ-որ պրոցեդուրա է տեղի ունենում աշ։ Այդ շները շատ են համահան։ Սիրելի ընկերներ, հենց հիմա դիահերձանում ինչ-որ պրոցես է գնում, բայց ես ուզում եմ մոտիկանամ այս հիվանդանոցին։ Արի, ցույց տամ ձեզ այն մասը, որտեղ պահվում են այն մարդկանց դիակների շորերը։ Այս ինչ վախենալու է ասենց։ Վախենալ նկարանները չեն կողմից, որ ճիշտ ասեմ։ Ուրեմն այս դուռը, ինչպես տեսնում եք, դիահերձարանի աշխատողը բացում է, ու այստեղ դնում է դիակների շորերը։ Եկեք բացեմ հենց հիմա այս դուռը։ Շորտ, ահա որ ձևի ճանճեր են ներսում լինելու։ Մի հատ դուռ։ Ես ես մտնում։ Չէ։ Հես ա ժողովուրդ։ Արի, ժողովուրդ հես են դիակների շորերն են։ Հորս սարև։ Շուտ արի ես նկարի չեմ ձգում էլ հոտից։ 2 ջոս տարա։ Ժողովուրդ հես անսաղ դիակների շորեր են։ Ահա որա հետ գնա մի հատ ես ֆոնին։ Ժողովուրդ, ահա որա դուս արի չեմ կարելի։ Այս ինչ հոտեր հորը սարև։ Որդերի։ Աշ իրոք չես վախում։ Ապե վախում եմ, բավարար չէ։ Ամեն րոպե հայացքս դիահերձանում է, որտեղ թե դուռը բացվեց։ Ես ուղղակի շաքարից կմահանում։ Շորտ ստեղ նայեք ինչա կատարվում։ Ամենավատը այն է, որ մեր մոտ նենց տեխնիկա է, որ մենք չենք կարող արագ վազենք։
երկար մեծ շտատիվա լույսով ու այս կամերան շատ անհարմար է։ Ես հիմա չգիտեմ, անկեղծ չգիտեմ ինչ անենք։ Սիրլինկերներ վերջին փորձն է, եկել ենք այս լուսամուտից ուզում ենք մտնենք ահավոր ձայներ են գալի դիահերձարանից, եթե հիմա էլ չստացվեց։ Ինչ-որ թաշտինակ ունես էլի։ Չէ։ Կտող ինչ-որ հորս աղև։ Ժողովուրդը իրոք մեր կյանքը վտանգելով կոնտենտ ենք նկարահանում, ահավոր սարսափելի պայմաններում, տեսեք ինչ անում։ Տեսեք ինչ անում։ Այս գեղեցիկ տեսարանի ներքո ուզում եմ ձեզ հայտնել մեկ կարևոր լուր մեր գործընկեր GameCheck-ի մասին։ Ինչպես տեսնում եք, մենք գտնվում ենք Սևանի գեղեցիկ ափերից մեկում, որից ես ուզում եմ ձեզ հայտնել շատ կարևոր լուր GameCheck-ի մասին։ GameCheck-ը ստուգում է այն բոլոր կայքերի, խաղերը եւ պլատֆորմները, որոնց վրա կարող է դու կասկածես։ Եթե կայքում կամ խաղում դուք նկատում եք GameCheck-ի նշանը, ապա այդ խաղը եւ կայքը եւ պլատֆորմը ստուգված են GameCheck-ի կողմից։ Իսկ բոլոր այն խաղերը եւ պլատֆորմները, որոնք ստուգվում են GameCheck-ի կողմից, նա նրանց տրամադրում է GameCheck Sell-ը։ Բոլորիդ խնդրում եմ, եկեք հենց հիմա անցնենք լինքով նկարագրությունների բաժնում նրանց կայք եւ անպայման Instagram-յան էջ, որը դուք կտեսնեք այստեղ։ Անպայման խնդրում եմ բաժանորդագրվեք Միկա Թանգյանի կողմից, որպիսի նրանք զգան մեր ուժը, մեր թիմի ակտիվությունը եւ մեր հովանավորների շնորհիվ մենք կարողանում ենք նկարահանել նմանատիպ մեգամասշտաբ վիդեոներ։ Մաքսիմալ կամած։ Սարև դրում բացուցի ձեն ես անում, սարև, Օրա վերխս ճաղեցի մոտ։ Դեմաս լույս տուր, դեմաս լույս տուր, դեմաս լույս տուր, դեմաս լույս տուր։ Տեսար դուրը բացա։ Հապենայի հորը սարև։ Ապե արի պրոստը վազում ենք կողքով, ապե ուրիշ ընդ է տուպիկա, ապե ընդ է տուպիկա։ Սի բանին ասում, պաուզա, ստոպ, շուշն դենենք Չէ, հա, ապե ընդ է տուպիկա ասում եմ։ Կել վազինք, ապե ինչ հոչ։ Ստիպված է ուշ ինչ պիտամ։ Դուրը կիսա բացա, ապե կել վազի, հորս արև արակ վազի, ես փորձեմ ֆիքսեմ, որ դուրը կիսա բացա։ Ասա շուտ արա խնդրում եմ, ապեստի մարդու ձեներ ակար։ Կար։ Շմա, ես կոմն։ Չեմ կարա պարեմ։ Այս բանդի աչկում մտիա հերցարաննա։ Այն դետի հերցարաննա։ Վազի հորս արև վազի։ Մեկ։ Դեմս լուս։ Սիրելի ընկերներ, ես չգիտեմ, մենք հեռացանք այդ տարածքից ու անկեղծ մի հատ բան եմ ուզում ասեմ, որ այսքան զողողությունների են գնում, սենց բաներ ենք նկարահանում, այսօրվանը դա ուղղակի ահավոր էր, դա ուղղակի եմ, որ
Պետք է մի հատ վերլուծաբաներ այս ամեն ինչ եղավ, խիեր այս ժամին դիա հերձորը մարդ հերձում, առհասարակ, ու ինքը խիա դուրը բացում, Անգեր կողքի բուտքում դիահերձարանը աշխատում է, հետո բացի նրանից որ աշխատում է, դրանից հետո դիահերձող աղբեր դուրը կիսաբաց է լինում ու դու այդ տենում ես ու դու տեղ չունես հետ փախնելու, որտեվ հետ տուպիկ է, դու պետք է չերես այդ դիահերձարան անցնես, չերես այդ դիահերձարան վազես գնաս փախնես, դեից դիահերձանի դուրը բաց է, որտեվ այդ մարդը աշխատում է, գիշերվա 2-ին, իսկ մենք նկարահանում ենք անում։ Ես հորս սարև շոկի մեջ եմ հենց հիմա, որ դուք հասկանաք այս ամեն ինչից, այս դիահերձանի լույսերից, այդ մեր գնացած այդ մտած տեղից, այս ամեն այս սիտուացիայից, որը կատարվեց, ես մինչև հիմա հետ չեմ գալի, ժողովուրդ։ Մենք արդեն փախել ենք ընդեղից, հետ ենք եկել, կես ժամ անցել է եկել ես բորդյուրին նստել ենք փողոցի մեջտեղը, Սևանի մեջտեղը գիշերվա ժամը 3-ին, ես հետ չեմ գալի այդ ամեն ինչից։ Վերջնական խոսք, ինչ կասես։ չեսնիր, no comment։ Սիրելի ընկերներ, օր երկրորդ ես վերադարձել եմ Սևան։ Ցավոք սրտի ես չկարողացա առաջի օրվա ընթացքում նկարահանել այդ լքված հիվանդանոցը, որտեվ ինչպես հիշում եք, դիահերձարանի դուռը բացվեց այն պահին, երբ մենք մուտք գործեցինք շենք։ Ես ետ վերադարձա Աշոտի հետ Սևան, որպեսզի պարզեմ ինչ կա այդ լքված հիվանդանոցի մեջ այդպիսի տարօրինակ։ Ես ու Աշը այսօր մուտք են գործելու այդ լքված հիվանդանոց եւ մեծ հույս ունեմ, որ արդեն այսօր մեզ մոտ կստացվի բացահայտել, թե ինչ առեղծվածային բան է թաքցնում Սևանի լքված հիվանդանոցը։ Սպասում ենք ուշ ժամի, որպեսզի մուտք գործենք ներս։ Օր երկրորդ ու շատ ծանր է, դուք տեսել եք ինչ era կատարվում ու հիմա մենք պետք է անպայման ներս մտնենք, որ տեսնենք ինչ է այնտեղ կատարվում։ Աշ պատրաստ ես։ Հա, Կամացարա։ Սիրելի ընկերներ, մորգի լույսը նույն ձևի վառվում է, հիմա մորգը շրջանցում ենք։ Արի։ Սիրելի ընկերներ, ուզում եմ ասեմ շատ ահավոր է։ Երեկվա տեղի ունեցածից հետո ինձ թվում է ոչ մեկ ստեղ չէր վերադառնա, բայց մենք եկել ենք։ Հա։ Բեսամբ շարքաղված եմ այս պահին։ Ես ահավոր էմոցիաների տակ եմ։ Սիրելի ընկերներ, դուք հիշում եք երեք ինչ տեղի ունեցավ։ Ես առաջարկում եմ, որ մենք հիմա այն պատուհանից որ մտանք, ընդեղից դալ չգնալու տեղ չկա։ Առաջարկում եմ էլի խորանանք ու այն ձախ կողմով մտնենք։ Շեշտի մոտով քել։ Համել շատ հետաքրքիր է, թե այն պատուհանը, որ մենք գցեցին գետնին, իրան հետ դրել են, թե չէ, որտեվ ինչպես հիշում եք, դիահերձանի դուռը բացվեց։ Ժողովուրդ լուրջ եմ ասում, շատ վախենալու է։ Հորս սարև, պատուհանը տեղն են դրել։ Արիեսկում, ժողովուրդ հորս սարև պատուհանը տեղն են դրել։ Ապա ինչ անենք։ Այդքան հետ ենք եկել։ Արա հորս սարև դու չես դրել, չէ, որ ասացի։ Ապա չեմ դրել։ Ես քեզ ասացի դնեմ, դու ասիր չէ ու չդրինք։ Հելանք գնացինք այն կողմ ու փախանք, որտեվ զգացինք այդ ձեները։ Ստոպ։ Շուշն դնենք տեղը։ Չէ, հա, սիրելի ընկերներ, անցած անգամ ես ձեզ խնդրել էի, որ ամեն մեկը 100 դրամ ուղարկեք իմ քարտին ու լրիվ մոռացել էի այն բանի մասին, որ 100 դրամ շատ դժվար է քարտից քարտ ուղարկել, համարյա անհնար է, մի քանի հոգի ուղարկել են ու նմանատիպ նկարահանումներին աջակցելու համար շատ եմ խնդրում ձեզ, եկեք բոլորդ, ով որ ուզում է ինձ աջակցի ու ով ուղարկի 1000 դրամ, ամեն մեկը 1000 դրամ ուղարկեք պրոյեկտների աջակցման համար, իմ քարտին, որը կգտնվի նկարագրությունների բաժնում, այն բոլոր մարդիկ, ովքեր ուղարկեն, այդ բոլոր մարդկանց անունները հաջորդ վիդեոյում
յուրաքանչյուր լինի 100 հոգի բոլորի անուն ազգանունները կամ անունները վիդեոյի մեջ դնելու եմ ու իմ կողմից շնորհակալություն հայտնեմ։ Իրոք ես դրա կարիքը հիմա ունեմ ու ալիքը շատ մեծ զարգացման կարիք ունի։ Դրա համար եթե կարող եք աջակցեք, շնորհակալ կլինեմ։ Որ անգեր, բայց ոնց կարա իմ պատուհանը տեղը դնեին, ընկեր։ Դե տեսել են ոսկի ցերեկը եւ բակը ֆրասը կանցելա ու տեսելա։ Ապա նայ, այս շենքը տարի պես է։ Տարի պես է։ Ու տարից մի հատ կորպուս ոնց որ առանձին է, ըստ քարտեզի։ Բայց իրականում չէ։ Իրականում կպցրած է։ Արիստե փորձենք հələ։ Այս հիվանդանոցը իր մեջ ինչ-որ մի բան թաքցնում է։ Աշս դուրը փագա։ Ժողովուրդ մտնելու տեղ չկա հորս սարև։ Պատուհանը հաստատ չեն ջարդելու։ Հորսարև կրակոցի ձեն չլսար։ Անջտենք։ Հələ մի հատ ցույց տուր էլի այսքան տեղը ժողովրդին։ Ժողովուրդը ես հիվանդանոց լստե նայեք։ Խոսակցություններ կան, որ ես ոչ միայն հիվանդանոց է, այլ նաև հիվանդանոց հոգեբուժարան է եղել։ Ես այդ կարդացել եմ, չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Պալատները լրիվ հոգեբուժարանի է, տենում եք ժողովուրդ։ Որը չգիտեմ ինչ անենք, որտեղից մտնենք հորս։ Կամ պիտի այս պատուհանից պայած կամ այս պատուհանի կիսատ պատուհանից մտնենք։ Հա։ Կամ պիտի այն կողմով ֆաղանք։ Դե արդեն պահակն է։ Չէ, հենց ուգր հասնենք, լույսերը անջտենք, ինչ-որ ձև թղնենք մտնենք։ Հələ մի հատ նայեք, խնդրում եմ իս ձևի եմ փագել սաղ։ Այս հիվանդանոցի ներսում մի բան կատարվում է։ Հապես տեղ է սաղ բակ։ Որը։ Հա, բայց ձախի վրա արդեն պահակն է։ Չենք հասնել։ Ապա նայ հիմա մենք ստե ձախ ենք անում, իր նստելու տեղն է արդեն։ Հասնի ձախ, մի անգամ այս պատից կմտնենք։ Տեղը, հələ դու կամերան։ Նայ, արիստե։ Հենա տենում ես, հեսի պահակի տոշկենա ու լույսը վառած է։ Ժողովուրդ տենում եք, ապա մենք ստեղով եթե մտնենք, ինքը լսելու է։ Պիտի նենց մտնենք, ոչ լսի։ Չես կարա ժեշտով նենց մտնես։ Կարանք։ Արա չես կարա անգերես ժեշտով մտնես, ասում եմ։ Ամեն այն պատուհանով։ Որ ինչ անում պահակը ստե, էլի հորս սարև գիշերվա 12-ին։ Դիա հերձողը ինչ անում ստե։ Սիրելի ընկերներ, ուրեմն ձեներ լսեցինք, հիմա ուզում ենք դուրս գանք, շրջանցենք տարածքը, այն հակառակ կողմից մտնենք, այսինքն պատկերացրեք պահակի բուտկեն, որ երևում էր, իա հակառակ կողմից, ուստեղ հիմա տարածքով գնալու ենք։ Չգիտեմ, սիրելի ընկերներ, ահա որ ծանր նստեց, այս նկարահանումը քել արագ գնանք շրջանցենք այդ հյուրանոցը։ Ես չգիտեմ, այս մասերը ոնց պետք է գնանք։ Հորսը, հոպար ջան, նկարահանում ենք անում։ Ասում ով եք։ Նկարահանում ենք անում զուր։ Նկարահանում ինչ բան, դավայ Ֆելիքս։ Տենց մի խոս ասում եմ, հոպար ջան, նկարահանում ենք անում։ Ասում եմ, հանգիստ, այս լույսը, բան արա, իջացրա մի քիչ ներքև, իջի։ Նորմալ է, հոպար, ասում եմ, նկարահանում ենք անում, մի մոտ բան չկա։ Իրետի դե ձերդ նայում տենամի չեք անում։ Ոչ մի բան չենք անում, հոպար ջան, կարանք նկարահանում ենք անում։ Ով ազես թողես դե մտնի։ Հոպար ջան, բացել մտել ենք։ Ով է կարա, անունը տիչա։ Նիկայի անունս, մի մոտիկացի, էլի դանակով ես, հոպար։ Դավայ Ֆելիքս։ Տենց մի խոսա հետս հլը։ Շնում տենց մի խոսա հետս։ Բատես սարով։ Դավայ Տես սարը գնա։